բոլոր ղեկավարները իշխանության գալուց հետո բոլորի հետ Կարապետյանը հանդիպել է եւ ասել է մի բան, որ իր հայրենիքին շարունակելու է աջակցել։ Հարյուրավոր միլիոններ ուղարկել է Հայաստան։ Վերջի 20 տարում ամենաշատ բարեգործական ծրագրեր արած անհատն է Հայաստանում։ Մենք չենք սիրում սա ասել, սա ասում եմ մյուս բանին բերելու համար։ Ինչա դա բերել մեր ժողովրդին։ Այդքան հարյուրավոր միլիոններ Հայաստան ուղարկվելուց, տասնյակ եւ հարյուրավոր միլիոններ Արցախի մեջ ներդրում անելուց հետո մենք տեսնում ենք, որ մի ստորագրությամբ մենք կորցնում ենք այն ինչ կա Արցախում, իսկ Հայաստանում աղքատության հարցը չի լուծվում։ Հայաստանում մարդկանց կյանքի որակական փոփոխություն չի լինում։ Կարապետյանը տեսնում է, որ այսքան անելուց հետո ոչ մի փոփոխություն ոչ թե չի լինում, այլ երկրի ղեկավարությունը այս ղեկավարությունը վերցնում է լրիվ ուրիշ ուղի, վերցնում է գլուխ կախելու ուղի, որի ծայրը չի երևում, սկսում է հետևողական եկեղեցու դեմ արշավ։ Այսօր նա հայտարարել է, որ հայկական պահանջատիրությունը չի պաշտպանելու։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Ցեղասպանության ճանաչումը պետականորեն չի պահանջելու։ Այսօր հայտարարել, որի մասին մենք գիտենք 7 ամիս առաջ։ Սա կարող է ասեք, որ սա կարող է օգնել, որ լինի խաղաղություն։ Եկեք դիտարկենք, թե ինչ խաղաղություն է նա ուզում բերի։ Երկու ձևի խաղաղություն, թույլ ու ուժեղ։ Թույլ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդի ազգի ներկայացուցիչների առաջ։ Երբ որ մենք դուռը բացում ենք իրենց Հայաստան գալու առաջ։ Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան։ Որտեղ բոլոր պահանջները, այլ պահանջ չկա, որ ունենա ինքը։ Ինչ ուզել է, ստացել է, հիմա վերջի մի հատ նոր պահանջ է մտածել, որ այստեղ պետք է գան իր այն մարդիկ, ովքեր Գորիսում երբեք չեն ապրել, ասենց ասեմ։ Իմացաք ում մասին է խոսքը։ Ու գան սերմ դնեն Հայաստանում։ Դա թույլ խաղաղությունն է։ Խաղաղությունը լինելու է երկու դեպքում է։ Ուժեղ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որի մենք հասելու ենք ուժեղ ձևի, այսինքն մեր դուռը փակ է լինելու, հարևանների հետ հավասարը հավասարի հետ պես ենք շփվելու։